Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, այսօր տարվա վերջին օրն է, դեկտեմբերի 31-ը, եւ բոլորս էլ ժամերն ենք հաշվում գալիք նոր տարվա, եւ այս լավ օրվա ապահով անակնկալ նվեր ստացա իմ ամուսնու կողմից, նորավոճ, ճոխ, թագավորական տեսքով եւ շատ իմ ճաշակով, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ, շատ ինձ հարգված ու սիրված եմ զգում, որ իմ ամուսինը ինձ համար այսպիսի ճոխ նվեր արեց, դե ճիշտ է, մեր տան համար է, բայց ամեն դեպքում, երբ որ մեր ամուսինները նկատում են, թե մեզ կանանցս ինչ է պետք, մենք մեզ ավելի լավ ենք զգում, այստեղ մեր եղևնին է զարդարված, մեր տոնածառն է, բոլորը նոր խաղալիքներով, որ զարդարեցինք միասին, ահա սիրելիներս, փայլուն, ինք ամբողջությամբ փայտից է իր կառուցվածքը եւ շատ թանկ է վճարել, թանկ հաճույք է սիրելիներս, այստեղ արդեն ամուսինս խորովածի միսն է պատրաստում, խոզի բուդն է մանրեցրել եւ առանձին, այսպես կպատրաստի, հիմա սարի ուրց է անում, աղը եւ միայն ուրց, առանց որևէ այլ կարմիր եւ սև պղպեղների, այստեղ իշխանձկներն են այն մեծ եւ մատերն ու չարաղաժները, սարցեղցիկից բոլորը հանել ենք եւ կամաց հետ են գալիս եւ խորովածի միսը ժամանակից շուտ պետք է այսպես պատրաստել, որպեսզի ուրցի եւ աղի համը մի լավ վերցնի եւ խորովածը համով բուրի, երբ որ պատրաստենք։ Անցել ենք արդեն մատերը կտրելուն, դեռևս մի փոքր սառածություն ունի, բայց եթե աղ ենք ցանում, այդ սառածությունը շատ կարճ ժամանակում հետ է թողնում եւ այդ ամենը ամուսինս է կատարում, ես էլ ինձ կողքից լավ եմ զգում, այս պահին ընդհանուր ձայնը անջատել եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ նման պահերին ինչպիսի ջերմ մթնոլորտ է առաջանում ընտանիքում, հատկապես երբ որ հեռուներից են գալիս եւ ավելի ընտանեկան զրույցներ են լինում, դրա համար էլ ընդհանուր ձայն անջատել եմ եւ մի հանգիստ պահով ձեզ եմ միացել ու զրուցում եմ ձեր հետ, քանի որ ձեզ նույնպես շատ սիրում եւ հարգում եմ եւ գիտեմ, որ այդ ամենը փոխադարձ է, դուք էլ ինձ եք սիրում եւ հատկապես շատ սիրով եք սպասում ինձ եւ չէի կարող անտարբեր անցնել, ամեն դեպքում փորձել եմ կարճ կադրերով միանալ, նկարահանումներ կատարել, որպեսզի գիտեմ, որ ինձ եք սպասում եւ չգիտեմ, երբ հարմար կլինի, որ ձեզ հասցնեմ, այս պահին նաեւ հյուրերով ենք, քանի որ գիտեք, որ նման պահերին արդեն բարեկամները հավաքվում են եւ էլի այդպիսի բարեկամական ջերմ զրույցներ են, ջերմ մթնոլորտ է մեր տանը տիրում այս պահին, ես այս պահին միայն ամուսնուս կատարած գործն եմ ցույց տալիս, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ես ձվածեղ եմ պատրաստում, նստենք մի կտոր հաց ստենք, ուզեցինք, որ տնական ձու պատրաստել, գալազոկ եմ անում եւ բոլորս սիրում ենք այս ձևով պատրաստած, ահա խնդրեմ։ Շատ լավ է ստացվում ինձ մոտ, պետք է թույլ կրակի վրա պատրաստել, մարմանդ եղածը շատ ավելի համեղ է ստացվում, այս վարդերով ամանի մեջ եմ հանելու, ճաշակով, դե ինչ սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս համեղությունը պատրաստ է, մենք անցնենք ճաշակելու եւ նորից անցնենք տոնական եռուզեռին։ Այստեղ նորից եմ ստիպված եղել ընդհանուր ձայն անջատել, թեպետև այս պահին ես ձեր հետ հաճելի զրույց եմ վարում։ Սիլիկոնե սփռոց եմ գնել, մեր գյուղից եմ գնել եւ շատ որակյալ է, իսկական սիլիկոնն է։ Քանի որ ժամանակը կարճ էր, եզրերին ռուշաներ կարել չեմ տվել եւ այսպես էլ է շատ գեղեցիկ ու ճաշակով նայվում, ճիշտ է մաքուր է, բայց ամեն դեպքում խոնավ եւ փափուկ շորով սրբեմ, ապա նոր միայն ուտելիքները կշարենք, այդ հարցում Տիգրանը պատրաստ է ինձ օգնելու, ահա եկավ եւ հայրեն ձեզ բարևում է, այս ընթացքում ինքը լողանում էր եւ ասեմ, որ նա եւ երգում էր, իրեն շատ է դուր եկել պապի եւ տատի տունը Հայաստանում եւ իրեն շատ լավ է զգում, փորձում է հայրեն սովորել եւ հայրեն խոսել, այստեղ ուզում է ձեզ շնորհավորել հայրեն, սիրելի հետևորդներ ջան,
Ահա այս պահին հյուրեր ունենք մյուս սենյակում եւ դրա համար է որ ստիպված եղա ընդհանուր ձայն անջատել։ Գիտեք որ հատկապես որ հեռուներից գալիս են մերոնք արդեն բարեկամները հավաքվում են եւ բոլորն էլ ուզում են րոպե շուտ տեսնել, զրուցել, հարց ու փորձ անել եւ ահա այդպես հյուրերով եմ, հյուրեր, այսօրը այդ օրն է։ Բայց սիրելիներս, այս տոնական սեղանը հիմա որ ես ու Տիգրանը բացում ենք եւ հերթով բերում ենք համովությունները շարում, սպասում ենք գլխավոր հյուրերին, իմ խնամիներին։ Տաթևի սիրելին է գալու իր ծնողների հետ եւ բարեկամների հետ եւ իրենց ենք սպասում այս պահին, սիրելի հետևորդներ ջան, նշանդրեք չէ, սա ընդամենը որպես նոր տարի հյուր են գալու մեզ, եթե նշանդրեք լինի, եթե դրա անհրաժեշտությունը լինի ձեզ ասելու, ես անպայման ձեզ կասեմ, սիրելիներս, գիտեմ շատերդ շնորհավորելու եք, բայց նորից եմ ասում, նշանդրեք չէ սա, սիրելիներս, ուղղակի որպես նոր տարի, նոր բարեկամություն, նոր շփումներ։ Տիգրանը ինձ օգնում է ամեն մի հարցում, ահա այսպիսի համովություններ, այս ամենը Տաթևն է շարել ու զարդարել սիրուն ափսեների մեջ եւ ես ու Տիգրանը արդեն շարում ենք խմուրեղենի լավ տեսականի, որը վերցրել էի մեր մեղու փռիչ, շատերի ծանոթ, որը գտնվում է Տուշպամարկետում։ Ահա աթոռները մի կողմ դնեմ, սիրելիներս, ասեմ, որ աթոռները նույնպես շատ բարձր որակինն եմ վերցրել, ամենաբարձր որակյալ աթոռներն եմ վերցրել, որպեսզի երկար ծառայեն մեր տանը։ Ընդհանրապես, երբ որ այսպիսի տանգույք ենք վերցնում, եւ պետք է շատ երկար օգտագործենք, պետք է որ ավելի որակյալը վերցնենք։ Այս թանկարժեք նվերը, այս լավ օրով շատ ուրախացրեց ինձ եւ իհարկե իմ ընտանիքի անդամներին։ Արդեն սեղանը գրեթե պատրաստ է եւ իմ խնամիներս եկել են, շատ քիչ է մնում, այստեղ մնում է դանակները շարենք, մյուս կողմը շարված է, նույնիսկ չհասցրեցի խորովածի կրակը նկարել, թե ինչպես է խորովում միսը մանղալի վրա շարած, սիրելի հետևորդներ ջան, աննկատ ձևով ժամանակը թռավ, այստեղ սեղան պատրաստելով զբաղվեցի եւ մեկ էլ տեսնեմ, ամուսինս ասում է խորովածը պատրաստ է, դե ոչինչ, մյուս անգամ ավելի լավ նկարահանումներ կլինեն, գիտեք, որ նման պահերին ինչքան խառն ենք լինում բոլորս էլ, եւ ամեն դեպքում չուզեցի անտեսել եւ փոքր կադրերով, կարճ կադրերով, թեկուզ եւ այս տարբերակով ձեզ միացա, քանի որ գիտեմ, որ շատ սիրված եւ հարգված եմ բոլորիդ կողմից եւ իհարկե սպասված եմ բոլորիդ կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ նոր տարին շնորհավոր լինի։ Բոլորիդ ցանկանում եմ ամենալավն ու բարին, բոլորիդ առատություն եմ ցանկանում, սիրելի հետևորդներ ջան, առողջություն եմ ցանկանում, երբ որ մարդը առողջ է լինում, ամեն բան առողջ է ընթանում այս կյանքում։ Հաջո, պակա։ Բաչ է շնորհավորում, հայրեն, բարմյանսկում գավարի, շնորհավոր։ Շնորհավոր, գալիք նոր տարի։ Ապրի բալեն, ապրի, պակա։ Պակա։ Տեսակ, ինչ կադր բերեցի ձեզ, հարմար պահը եղավ եւ Տիգրանը եկավ ու իր սրտի ջերմ խոսքերը փոխանցեց ձեզ բոլորիդ։ Ես նույնպես իմ սրտի խոսքն եմ ձեզ փոխանցում, շնորհավորելով ձեր նոր տարին։ Ցանկանում եմ լինեք առողջ ու երջանիկ, թող որ կատարվեն բոլորիս երազանքներն ու նպատակները այս գալիք տարվա մեջ, սիրելի հետևորդներ ջան, հիմա նայում եմ տեսնեմ հո պակաս բան չեմ թողել եւ ինձ կմնա արդեն միայն խորովածը բերել, ամեն բան տեղը տեղին պատրաստ է։ Այստեղ խորովածն են բերել, ահա ընտիր խորոված է եղել եւ բացեմ, լցնեմ եւ հավաքվենք սեղանի շուրջ, որից հետո արդեն դե գիտեք, տոնական սալյուտները եկեք վայելենք։
Շուրջը վայելելուց հետո եկեք վայելենք մեր սալյուտների սիրելի սերում, սրանք մեր սալյուտներն են, սիրո, ջան,